Այս հատվածը ամբողջական Օղակաձև զբոսայգու մենք ամբողջական վերանորոգում արեցինք 2021 թվականին եւ ճանապարհները եւ կանաչապատումը եւ թփերի տունկը եւ շների զբոսանքի ուրեմն համար նախատեսված հատվածը այս սոսիները զրոյից մենք ենք տնկել, սրանք տեղական սոսիներ են, տնկել են 21 թվականին գնել ենք բույսերը 3-ից 5000 դրամով, տեսնում եք 2021 թվականից, հիմա ինձանից քանի անգամ ավելի բարձր են, առողջ ձևավորված ծառեր են եւ այսպես գծով, եթե տեսնեք, տնկել ենք սոսիներ, արանքներում դրել ենք կիզիլնիկ, որ թփերի լուծում լինի, վերջում ունենք նաեւ հիվանդ թեղիներ, որոնք բուժել ենք, բայց դեռ չենք տվել։ Ծառերը թողել ենք տարածքում, որ ժամանակի մեջ դիմացը տնկած են կատալպաները կմեծանան եւ մենք նոր թեղին կհանենք։ Հակառակ կողմից էլ տեսնում եք, ինչքան թեղիներ ունենք, ոչ մի ծառը ձեռ չենք տվել։ Նույնիսկ այսպիսի ծանրագույն վիճակում, տեսնում եք ինչպիսի վիճակում այս ծառը, այսօր սրանից տասնյակ անգամ ավելի առողջ ծառեր, փոքրիկ վնասվածքներով հեռացվում են։ Իսկ մենք այս ծառերը հատուկ պահել ենք, որովհետև մենք միջավայրի եւ ջերմաստիճանը կարգավորելու եւ օդի աղտոտվածության հետ կապված խնդիրներ ունենք։ Դրա համար էլ որևիցե թեղի ձեռ չենք տվել։ Ամեն ինչը մնացել է իր տարածքում։ Դիմաց այստեղ կատալպաներ են, նորից տեղական բույսեր են, ի տարբերություն այսօր տնկվող պարտիզային գնդիկ բոքոնիկ ծառերի, սրանք նորմալ կատալպաներ են, բայց քանի որ այգեպուրակային տարածքների համար ծառեր են, այլ ոչ թե փողոցների, ինչպես հիմա տնկում են, տեսնում եք բերել են գետի կողքն ենք տնկել, որ միկրոկլիմա լինի, որ չխեղճանան, ինչպես կատալպաները, այնպես էլ այնտեղ ունենք տնկված ձիակասկերը։ Երկու բույսն էլ Երևանի պայմաններում սրանք այգեպուրակային տարածքների համար են դեկորատիվ էսթետիկ հատկանիշներով, այլ ոչ թե ոնց որ թեղիները, ոնց որ հացենիները իրենք ունեն արտահայտված սանիտարահիգիենիկ էֆեկտ, այսինքն կառավարելու միջավայրը։ Դրա համար այդպիսի լուծումներ ենք ուրեմն առաջարկել, կանաչ ցանկապատեր, փողոց դուրս կգան, կտեսնեք նաև նշանիները, որ տնկել ենք։ Կատալպաները գնել ենք մոտավորապես 3-ից 5000 դրամով, փոքրիկ ծառեր էին այն ժամանակ, մեր տեղական հայկական տնկարաններից եւ մենք ունենք մի կարևոր սկզբունք, որ մենք զարգացնելու ենք մեր երկրի տնկարանային տնտեսությունը, գումարը մնալու է Հայաստանի Հանրապետությունում եւ որևիցե ներկրում բույսերի մենք չենք արել եւ ներկրած բույսեր առհասարակ Երևանում 2021 թվականին մենք չենք տնկել, ամենը եղել է այն բույսերից, որոնք որ Երևանում են ծնվել, մեծացել, հիդրոպոնիկա ինստիտուտն է մասնակցել տենդերների եւ սովորական մեր հայկական տնկարաններում տնկարանային տնտեսության ուրեմն մասնագետները։ Սրան ինչքան պրոբլեմ կա։ Այս սաղ պրոբլեմները հասկանալով, որ ինքը ունի խնդիրներ տասնյակ տեղերից, վերևը տեսնում ես սխալ էդ, այն սաղ, ինչ սաղ սխալ էդի հետևանքներ են, այս սաղ ինչ որ վնասվածքներ կան, բայց չեմ կտրել, պահել եմ իրան, որ ինքը պետք է մնա, մինչև այս մյուս նոր տնկած ծառերը սրանք կմեծանան, կդառնան փոխարինելու, նոր այդ ժամանակ այս ծերուկին կհանենք, այլ ոչ թե ի սկզբանե գանք ու հնձենք սաղ ծառերը։ Մյուսն էլ չեմ ձեռ տվել, չեմ հանել հատուկ նպատակով, որ միջավայր ձևավորված լինի, այլ ոչ թե բան, շոկ հատված։ Եվ այստեղ էլ այս էլ ամեն ժամանակ ենք մենք արել, այս առաջին շների զբոսանքի հատվածն է, եւ այստեղ ինչքան որ ծառեր կա, տեսնում ես, առանձնացրել էինք, որ հանկարծ բներին չվնասեն շները, այստեղ մենք ունենք ծիրանենի, այնքան որ պրոստո բան ենք, կարգի ենք բերել, բայց ոչ մի բան ձեռ չենք տվել, ոչ մի բան չենք հանել, հակառակը, միայն ավելացրել ենք։